Սամվել Կարապետյանին։ Ինչու։ Որովհետև նա մեծատառով մարդ է, ոչ թե խաբեբա։ Իմ տղաները մեկը գնաց պատերազմի դաշտ, վիրավորվավ, հետո հիվանդացավ, մահացավ։ Երեխաներ մնացել են իմ ուսին։ Մյուս տղաս էլի նորից Թիֆլիսում ծառայում էր, գարադոկը վառեցին, այդ երեխան էլ հիվանդացավ, իր աղբորի հետ նույն տարում երկու աղբեր մահացան։ Հիմա ես Իվալիտ երեխա ունեմ բանակից, Իվալիտ երկրորդ կարգի աշխատամ։ Ես էլ միայնակ ծեր թոշակառու։ Իմ փարոսից զրկել են, խի, ինչի համար 8 ամիս չեմ ստանում, որ ես հոգեբուժարան հաց տանեմ իմ երեխուն։ Ինչի զրկեցին, որ տան պարգևաբճար, հա։ Բոլորին տան պարգևաբճար իմ երեխու փարոսը խի կտրեցին։ Ինչի համար, ես միայնակ ծեր թոշակառու եմ։ Բանկեկ եմ բերել դրա շոշի վրան ծախեմ, որ իմ Իվալիտ երեխեքը պահեմ։ Բանկեկ, փակած բանկեկ։ Խի, ինչի համար։ Պարգևաբճար կտա, փարոսները խիա կտրում։ Պարոն Փաշինյանը, խիա կտրում։ Բա ես էլ եմ ուզում ապրեմ։ Ինչքան խնդրեցին փարոսի աշխատողներին, ասեցին եկեք իմ տունը ստուգեք։ Տեսեք, որ իմ բաղնիկը աթոռով է, զուգարանը ջրով է, ջուր եմ լցում։ Ես կոմունիստի թվի դռներով, սպիտակ, սև սպիտակ տելևիզորով, ամեն ինչով։ Ես հնարավորություն չեմ ունեցել ապրեմ։ Որտեւ ամուսինս էլ մահացավ այդ ժամանակ, այդ երեխեքն էլ այտենց մահացան իմ երեխեք, ասես մնացել են մաշիվար, ինչ անեմ, ինչով ապրեմ ես։ Եթե պետք է թոշակս 36,000 դրամ է, էդի կոմունալները տամ, թե ես ապրեմ, ինչով ապրեմ, բալես, ասեք ապրեմ։ 30,000-ով ինչ կարաս անել։ Ես Փաշինյանին չեմ ընտրի։ Ինքը չել է մարդ ու չել լինի։ Թողան ինձ տանեն դատեն։ Ես ճիշտ է խոսող մարդ եմ։ Ես ոչ մեկին չեմ կարող ասել, ում ընտրեմ, ում չեմ ընտրել, բայց ես Փաշինյանին չեմ ընտրի, որովհետև ժողովրդին կամեց արդեն կերավ։ Արա մեր ժողովուրդը, ես չեմ կարող խոսել ախպեր։ Սաղն է մեկ, որ դրած ամեն ինչի վրա։ Ժողովուրդը մեղք են, ճշմում ասած։ Մտնես, այնպես տներս մտնում ախպեր, երկու ոտը չկա ախպեր, կրվոտ մարդ է, ոչ կա, ձեր չկա ախպեր, բայց ինքն ախպեր նպաստա, այն էլ աղկատրասիրա վրա։